Որ երիտասարդները հավաքվեն իրենց քաղաքներում, գյուղերում, բակերում ու տանիքներում, ստեղծեն երաժշտական խմբեր ու լավ երաժշտություն։ Սա խթանելու եւ անհրաժեշտ հարթակ դառնալու համար այս տարի առաջին անգամ կանցկացվի Վարչաֆեստ երիտասարդական երաժշտական փառատոնը։ Երբ գաղափարի շուրջ քննարկումներ էր տեղի ունենում, մենք չենք էլ կարող պատկերացնել, որ ստեղծարար ներուժը երիտասարդական մեր երկրում այսքան մեծ է եւ տարբեր մարզերից մենք հարյուրավոր նամակներ ենք ստանում տարբեր խմբերից եւ տարբեր անհատներից, որոնք հայտնում են, որ Վարչաֆեստ երաժշտական փառատոնի համար իրենք նախաձեռնել են նոր երաժշտական խմբերի ստեղծում, հավաքվել են երիտասարդներով, մի քանի հոգի եւ իրենց երաժշտական ունեցած երաժշտական գործիքներով ստեղծել են բենդեր, որպեսզի կարողանան մասնակցել Վարչաֆեստին։ Վարչաֆեստը կազմակերպում է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը կառավարության աջակցությամբ։ Փառատոնի եզրափակիչ փուլը կանցկացվի օգոստոսի 22-ին Սևանա լճի ափին, Սևան Ֆեստիվալ Սիթիի տարածքում։ Ուրախ տրամադրություն ու հաճելի ժամանցի հնարավորություններ այստեղ խոստանում են նախորդ օրվանից, հրավիրելով նաև վրանային ճամբարի։ Սևան Ֆեստիվալ Սիթին վրանները կտրամադրի խորհրդանշական վճարով։ Սա նաև շատ լավ առիթ է, որպեսզի մարդիկ իրենց օգոստոս 21-22 անցկացնեն Սևանի ափին, վայելեն Սևանը, ուտեն շատ համով ուտեստներ, իդեպ մարզի բերք ու բարիքը եւ ուտեստները կներկայացվի Սևանի ափին, կլինեն հատուկ առանձնացված ուտեստների տաղավարներ, առաջի օրը տեխնիկական փորձ, ծանոթացում իրար հետ, նոր երաժշտական նախագծերի ստեղծում։ Բուն փառատոնին մասնակցելու հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 20-ը։ Նախ անհրաժեշտ է ներկայացնել տեսաձայնագրություն էլեկտրոնային փոստով։ Նախնական լսումներից հետո Վարչաֆեստի մասնագիտական հանձնախումբը կշրջի Հայաստանով, հայտատուներին կլսի կենթանի կատարմամբ, կընտրի լավագույն 20 խմբերին, որոնք էլ օգոստոսի 22-ին ելույթ կունենան Սևանի ափին։ Փառատոնն ունի ընդհանուր 10 միլիոն դրամ մրցանակային ֆոնդ։ Գլխավոր մրցանակ 4 միլիոն դրամ, առաջին մրցանակ 3 միլիոն դրամ, երկրորդ մրցանակ 2 միլիոն եւ երրորդ մրցանակ 1 միլիոն դրամ։ Փառատոնին կարող են մասնակցել միայն 3 եւ ավելի անդամներից կազմված խմբերը։ Երաժշտական ժանրերի սահմանափակում չկա։ Վոկալ գործիքային կազմով կենթանի կատարումը պարտադիր պայման է։ Հաղթողները կընտրվեն տարածքում գտնվող հանդիսատեսի քվեարկության եւ մասնագիտական հանձնաժողովի գնահատականների հանրագումարում։ Արվեստի վաստակավոր գործիչ կոմպոզիտոր եւ դաշնակահար Վահագն Հայրապետյանն այսպիսի հարթակները կարևորում է։ Ասում է, ժամանակին ինքը կարող էր միայն երազել նման հնարավորության մասին։ Շատ պատասխանատու ու շատ դժվար աշխատանք է սպասվում, բայց շատ համել ոգևորիչ, որտեվ վստահ եմ, որ շատ ստեղծագործ ու նոր խմբեր կլսենք, նոր անուններ կլսենք, նոր ձայներ կլսենք, նոր ոճեր կարող է նույնիսկ լսենք, նոր մեղեդիներ կլսենք, ինձ թվում է շատ նոր բաներ կլսենք։ Հայրապետյանը փառատոնն արդեն իսկ հաջողված է համարում, հաշվի առնելով դրա առաջացրած հետաքրքրությունը, ու թեև մրցանակներ են լինելու, միջոցառումը մրցույթ չի համարում։ Ինքը փառատոն է, ինքը տոնակատարություն է նաև ու հաղթողները, այո, կարող կլինեն հաղթողներ էլ կլինեն, բայց պարտվողներ չեն լինի այս դեպքում, որովհետև ցանկացած նորաստեղծ կոլեկտիվին ի հայտ գալ նոր գաղափարով գոնե այն մենակ որ հավաքվեն ու միասին ինչ-որ մի ծրագիր ստեղծեն, այդ արդեն հաջողություն է։ Կարծում է մասնագիտական հանձնախումբը դժվարություն չի ունենա առանց ժանրային խմբավորումների տարբեր ոճերի մրցակցության պայմաններում ընտրել լավագույններին։ Դե ինքը տենց հնչում է, ինքն հենց է, միանգամից այդ էներգետիկան զգում ես, սա որակով է, թե որակ կա, թե չէ, արտիստի բեմ դուրս գալուց սկսվում է, իմ համար օրինակ շատ մեծ նշանակություն է ունենալու ընտրելուց, այդ երաժիշտները ուղղակի երաժիշտ են, թե նաև արտիստ են, թե ստեղծագործ երաժիշտ են։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալը հավելում է փառատոնի մասնակիցների համար ապահովելու են տեխնիկական ամենաբարձր որակի միջոցները։ Ցանկացած մասնակից Հայաստանի ամենահեռավոր գյուղում ապրող 3 երիտասարդ, որոնք որոշել են ստեղծել բենդ եւ մասնակցել Վարչաֆեստին, իրենց համար ստեղծվելու է ամենաբարձր պրոֆեսիոնալ պայմանները, որպեսզի կարողանան իրենց ստեղծարար ներուժը ներկայացնել լավագույնս։ Վարչաֆեստը կդառնա ամենամյա երաժշտական երիտասարդական փառատոն, ընդլայնելով նաև աշխարհագրությունը։ Աննա Զախարյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։